Մատթեոս 21-ին մի քանի համարներ գարտամ այդ պատմությունը որ գիտենք Հիսուսի Երուսաղեմ գալը Այսօր մասին 30 տարի է քարոզում եմ ամեն տարի այս թեման կքարոզենք Հիսուսի Երուսաղեմ մտնելը ամեն տարի կքարոզենք խնդրեմ ձեր սուբտիտրերը բացեք Մատթեոս 21 այս համարները գարտամ այս պատմությունը որում մեջ են մեկ նյութ գուզեմ փոխանցել ձեզ Մեկ բան գուզեմ, որում վրա քիչ մգետրոնանանք։ Ուրեմն 21 գլուխ առաջին համարեն Մատթեոս ավետարան։ Երբ Հիսուս Երուսաղեմի մոտեցան, եկան պետքապետ դեպի Ցիթենիացիները, այնտեղ Հիսուս իր աշակերտերեն երկուքը ղրգեց եւ ըսավ անոնց կացեք այդ ծեր դիմացի քյուղը եւ հոն պիտի գտնեք կապված էշմը եւ անոր հետ ավանագմը, արձակեցեք զանոնք ու ինձի բերեք։ Եթե մեկը ցեզի բան ըսեք թե դերոջը պետք են եւ շուտ մը զանոնք պիտի ղրգե։ Ամեն բաները եղան, որպեսզի կատարվի մարգարեին խոսքը, որ գսե ըսեք Սիոնի աղջկանը, ահա քու թագավորը կուկա քեզի։ Կրնաս կրտնել, ահա իմ թագավորը կուկա ինձի։ Հեզ եւ իշու վրա հեծած։ Էդ ալ կրտնե։ Աշակերտները կացին եւ ինչպես Հիսուս իրենց պատվիրեր այդպես ըրին։ Բերին էշնու ավադագը անոր վրա իրենց հանդեսները դրին ու նստավ։ Հիսուս նստավ։ Ժողովուրդն շատեր իրենց հանդեսները ջամփուն վրա բրեցին եւ ուրիշներ ծառերեն ջուղեր կգդրեին եւ ջամփուն վրա կտարածեին։ Ժողովուրդը արչևեն եւ յետևեն Հիսուսի գերտար։ Գաղաղագեին եւ գսեին ովսաննա որ դիտավտի օրտնյալի անոր դիրոջ անոգուկա ովսաննա իբարձունս Երբ Հիսուս Երուսաղեմ մտավ բոլոր քաղաքը շարժեցավ եւ ասավ ով է աս Շատերը ասին ասկա Հիսուսն է մարգարեն Գալիլեայեն Նազարեթ Հիսուս ազնո դաջարը մտավ եւ դուրս հանեց ամեն անոնք որ դաջարին մեջ գծախեին եւ գքնեին եւ ըստակ փոխողներուն սեղանները եւ աղավնի ծախողներուն աթորները կորձանեց եւ ասավ անոնց գրված է թե իմ դուդս աղոտքի դուն բիդելնա բայց դուք ադիգա ավազակներու այրրիկ քու թագավորոտ գուկա քեզի հեզ ու իշու վրա նստած Մինչև այնադեն չընդունիս, որ թագավորդ հեզ թագավոր է, դու չես կարող ընդունիս ինք։ Մինչև այնադեն, որ դու հեզությամբ չես ընդունիր թագավորը քեզի չի կար։ Թագավորը հեզ է, հեզերու գերտա։ Խոնար է, խոնարներու կմոտենա։ Գուր եղբայրներ, շատ խոսել ենք տարբեր թեմաներով, բայց եկեք այսօր քննարկենք այս հարցումը։ Ինչպես գնդունիս կու թագավորդ։ Վերնակիր այս է։ Ինչպես գնդունիս կու թագավորդ։ Եթե գսես, որ Հիսուս թագավոր է, եւ այստեղ գրնամսել ցեզի, որ Հիսուս դիդավորյալ ցևով ուզեց ներկայացնել աշխարհին, որ ինք թագավոր է։ Ամեն անգամ եւ շատ անգամ Հիսուս իր թագավորությունը կտակցներ։ Քանի որ միսիա ուներ, առաքելություն ուներ, բաներ ուներ, ներիկ եւ գներ։ Բայց այստեղ Հիսուս ուզեց եւ գամեցավ, որ ինք թագավոր ըլլալը ժողովուրդը իմանա։ Խախտիկ կա այստեղ։ Սիրելի քույր եղբայրներ, այն Հիսուսը, որ մենք կբաշխենք, որ դու գսես, որ կբաշխես, այն Հիսուսը քու թագավորը է։ Գնդունիս կամ չէ։ Հարցում։ Այն Հիսուսը, որ դու կբաշխես, այն Հիսուսը քու թագավորը է։ Գնդունիս կամ չէ։ Պատասխան չի գա, վախենում եմ, որ ինչպից եմ հետո։ Ժողովուրդ ջան, մենք Հիսուսին գնդունենք մենք ասենք դեր, փրկիչ, ընկեր, թագավոր, բայց այս ասածներուն թիմացի արձագանքը չենք տար։ Եթե Հիսուս թագավոր է, ուրեմն թագավորություն պիտի անի։ Որուն վրա այդ մարդկանց որով որ գնդունին, որ Հիսուս թագավոր է։ Հիսուս ամենում վրա թագավորություն չուներ։ Հիմա պիտի իշխե, բայց հիմա ոչ։ Հիմա Հիսուսի թագավորությունը այդ մարդկանց վրա է, որ գնդունին, որ Հիսուս թագավոր է դախ, երկրորդ իրենց թագավորն է։
Հալելույա։ Վերնամ հարցում տալ քեզի անգերց պատասխանես։ Հիսուս քու ինչը դե։ Եթե ինքը գհրամա եք, պատրաստ ես նազանտելու, ինքը եթե գսե քնա, գնաս երտալ, ինքը գսե նստի, գնստիս, ինքը եթե գսե դուր գդաս, ինքը եթե գսե ար գարնես։ Եթե դերը թակավորս է հրճագում ունի, որ գուզե որ ես այդպես իրեն պատասխանեմ, քանի որ երբ իրեն թակավոր ուզեցին ընել ավետարանի մեջ, մենք գրված է Հիսուս մերժեց, փախավ գսե սուրբ գիրքը։ Բայց հիմա ոչ։ Հիմա գմտնա։ Իրեն թակավոր գսեն ինք, գսե այո, իրավունք ունիք։ Ուրեմն այստեղ հատուկ բան մտերը գուզե փոխանցել մեզ։ Հիսուսը շատ բաներ մենք կրնան գսել իր մարգարեությունը, իր թակավորությունը, իր աստվածությունը, իր քահանայությունը, իր մարդկությունը, այս բոլորը կրնան գսել, բայց այստեղ շեշտը տրված է Հիսուս ինքն իրեն գահիտնե իբր թակավոր։ Եվ երբ որ մենք կտեսնենք հայտնության գրքի մեջ, Հիսուս կներկայանա իբր գառն Աստծո, բայց նաև իբր թակավոր։ Իշխանություն ունեցող։ Հալելույա։ Հիմա այստեղ ինչ կբադահի այստեղ այս պատմության մեջ։ Երբ որ Հիսուս եկավ ներս մտավ Երուսաղեմ, չեմ ուզեր գարտալ շատ բաներ որ գարտացի, գսե մարդիկ իրենց հանդերձները դրին իշու վրա, Հիսուս նստավ իրենց հանդերձներուն վրա, այստեղ որ շատեր հիմա նստերեք ձեր ժակետները, ձեր վեստերը դրերեք ձեր հետևը, եւ երբ որ մեկը գուզե նստիլ ձեր ժակետին վրա, ձեր վեստին վրա, ինչ ես անում, հանում ես, որ չի ջմրտկվի։ Էդի լավակույն դեպքում, եթե վատ խոսք մնալ չասես։ Այստեղ ժողովուրդը հանդերձը դրին, որբեսի ջմրտկվի։ Նախ Հիսուսի էշու վրա դրին, որ Հիսուս նստի ուրեմն ջմրտկվի, իսկ երկրորդը հանդերձը ներեցին Հիսուսի էշի ոտքին տակ, ոչ թե Հիսուսի ոտքին տակ, Հիսուսի էշի ոտքին տակ, որբեսի կեղտոտվի։ Պարզապես, քանի որ Հիսուսն է թագավորը։ Սիրելի քույր եղբայրներ, երբ որ գսե հանդերձը նետեցին իր ոտքերուն տակ, ինչս էլ գուզեմ։ Հանդերձ նետելու խորհրդաբատկերը ինչ է, հանդերձ հանել նետել Հիսուսի ոտքին տակ, Հիսուսի ոտքերուն տակ ջմրտկվելը կեղտոտվելու խորհրդաբատկերը ինչպես կհասկանաք։ Աբրեք, խոնարհություն։ Թագավորը ինչպես ես գտնունիմ, առաջին բան, խոնարհություն իր ոտքին տակ։ Եվ երբ որ հանդերձը գնետեն, լավ լսեցեք ժողովուրդ, մանանք անող որ ծրագիրներ ունին, գործ ընելու, ապրելու, աշխատելու, զավակ ունենալու, ամուսնանալու եւ այլն ծրագիրներից լավ լսեք։ Երբ որ հանդերձը գնետես Հիսուսի ոտքին տակ, ասել գուզես որ իմ ծրագիրներս դու ես իշխողը։ Երբ որ հանդերձը գնետես Հիսուսի ոտքին տակ, ասել գուզես որ ինչ որ իմս է, քեզ է։ Երբ որ հանդերձը գնետես Հիսուսի ոտքին տակ, ասես որ ինչ տաղանդներ որ ես ունեմ, այն բոլոր տաղանդները քո ոտքի տակն եմ հնազանդեցնում։ Ինչ ունիմ քեզի համար եմ տալիս։ Հալելույա։ Մարդիկ տաղանդներ ունեն, աշխատում են առավոտյանից մինչև երեկո, լավ փող են շահում, դերորդն է իրենց, այդ ամենից տաղանդները տալիս են աշխարհին, բայց այդ տաղանդները որ տան եկեղեցին, ինչ կլինի։ Որ տաղանդները տան Քրիստոսի մարմինին, ինչ կլինի։ Այդտեղ խոնարհության բագաս կա։ Երկող ես ծառայի դիրոջ парքի մեջ։ Մեքենա սարքող ես ծառայի դիրոջ ոտքերուն տակ այդ մեքենա սարքելը։ Այս парքև ունիս, այդ արա, այն парքև ունիս, այդ արա, այդ դիդրոս ունես, այդպես արա։ Դիրոջը թաշտին մեջ նվիրվիր, դիրոջը թաշտին համար քո համբերցը ինչ որ ես իր ոտքին տակ գցի։ Այսինքն, գիտեք ինչպես կերևնա, այս այն մարդն է որ գտնունի, որ ինք Հիսուսը իր թագավորն է։ Շատ քույրեր եղբայրներ կան, որոնց կյանքը նայելով կմտածեմ, թե արդյոք հասկացել են ինչ ասել է Հիսուսի թագավորությունը։ Ամեն մեկս մեր տուպիկները ստեղծել ենք, մեջնալ հանգիստ մնում ենք։ Բայց Հիսուսի թագավորությունը մեզ չի հանգստացնում։ Հիսուսը որ գսես թագավոր է, ինք եկել է խառնելու,
Ինչ որ պիտի տեսնեք դաջար մտավ խառնելու։ Չէ՞ մտավ դաջար կեղեցկացնելու։ Ուրեմն առաջին բանը ես կտեսնեմ որ հագուստի այդ խորհրդապատկերը կտեսնեմ։ Ես որքան պատրաստ եմ իմ ամբողջ կյանքից ծրագիրը Հիսուսի ոտքին տակ եւ իր փառքին համար ծառայեցնեմ։ Դա մեկը որ հասկանում է ինչ եմ ասում։ Նա մտածի Հիսուս որքան քո թակավորն է։ Կամ մինչև ուր քո թակավորն է։ Կամ մինչև որ սահման քո թակավորն է։ Մինչև այնտեղ որ ինչ չի խանգարում։ Ինչ ես պատրաստ այսօր հանելու իր ոտքին տակ գցելու։ Այսպես հարցնեմ։ Ինչ բան պատրաստ ես քո վրայիցը հանելու, ասելու որ ես ինձ այնքան չի իշխելու։ Ես Հիսուսի ոտքին տակ պիտի գցեմ։ Ինչ թեմա կա կամ նյութ կա, որ դու պատրաստ ես Քրիստոսի ոտքին տակ դնելու այսօր։ Իր ոտքին տակ։ Հիսուսի ոտքին տակ նետողը լավ լսեցեք ինչ եմ ասում։ Նետում է Հիսուսի իշու ոտքերուն տակ։ Եվ գիտեք որն է Հիսուսի էշը։ Եկեղեցին է։ Ես եմ։ Հիսուսի ծառայելու համար իր մարմինին մի ծառայես։ Հիսուսի առաջ հանդես նետելու համար իր էշուն դեպակ պիտի նետես։ Շատեր կան Հիսուսին կյանք եմ տալի, բայց եկեղեցին բան չեն տալի։ Հիսուսին պատրաստ եմ, բայց եկեղեցին ոչ մի բան։ Սիրելի քույր եղբայրներ, վերանայիր քո վարդապետությունդ։ Վերանայիր քո ուսմունքդ։ Վերանայիր քո հավատքդ։ Հիսուսի ոտքին տակ նետողը իր էշու տակ կնետե։ Ես հոնլայի դերևս կսեի չէ, իմ լավ վերարգուս էշուն վրա տնեմ, որ Հիսուս նստի, բայց ոտքին տակ չեմ գցի, կախտոդի, ով պիտի լվա։ Ես այդպես կասեի դերևս։ Դու ինչ կասեիր։ Հիսուսի թակավոր ընդունելը, ինչպես կընդունείς Հիսուսին իբր թակավոր խոնարհությամբ, իր ոտքին տակ գցելով ամեն ինչ, որ ես ունիմ։ Հալելույա։ Մի հատ նայեցեք, քանի եվրո ունիք ձեր հաշիվներու մեջ, բանկի մեջ կամ քրմանը։ Մի հատ նայեցեք։ Եղավ, հիշում եք քանի ունիք։ Հիշում անոնք որ շատ ունին չեն հիշում, բայց անոնք որ քիչ ունին շուտ կհիշեն։ Հալելույա։ Օրինակ, հիշեմ հատ քանի ունիս։ Փողի մասին եմ խոսում, քանի որ երբեմն շատերը փողի ավելի աստվածությունը կբաշխեն, քան Աստծո աստվածությունը։ Հարց։ Որքան պատրաստ ես Հիսուսի դառնալու այդ հաշիվին։ Մի հատ նայիր, քանի հատ հագուստ ունիս դունը։ Որքան պատրաստ ես դիրոջ համար օգուտ դարձնես այդ հագուստով մեկունը։ Մեկ հատ նայիր մարմինիդ առողջությունը, երկու հատ ոտք ունիս, դեր օրտնիկ ես։ Երկու հատ ցերկ ունիս, ադալ օրտնիկ ես։ Բայց որքան պիտի կործածես այդ ոտքը եւ այդ ցերկերը դիրոջ թակավորության համար։ Նայեցեք, մենք ավելի հրճագում ենք ինչ չունենք, քան թե հրճագում ենք ինչ ունենք։ Այս մարդիկը միակ իրենց հանդերձ ունեին եւ այն թրին, չսին սպասե Հիսուս ջան, դունից գնամ երկրորդը բերեմ։ Ինչ որ ունիս, այդ դիրոջ առաջ։ Մի սպասի մի բան փոխվի։ Շատ խորուն ես ասած գիտեմ որ մի անկիչերը հասկանում են ինչ որ ասում եմ հիմա։ Մի սպասի մի բան փոխվի որ ոտքին տակ տնես։ Ինչ որ էս ոտքին տակ արի։ Ամուսինս փոխվի, գինս փոխվի, երեխաս փոխվի, հետո գնեմ։ Էս շահեմ, չէ, հիմա։ Հիսուս ինչ ասեցին գնա, սպասի ախպեր մի քանի րոպե։ Գնամ մի հատ լավ հագուստ բերեմ ոտքի տակ գցեմ։ Հիսուս ասեց ինչ ունիս։ Եթե թակավորն է Հիսուսի, դու պատրաստ ես ամեն ինչ հնազանդեցնելու։ Քո անցյալը հեչ կարևոր չէ Հիսուսի, քո ապականն կարևոր չէ, քո հիման է կարևորը։ Անցյալին թակավոր եղած ենք, անցյալին հավատացյալ եղած ենք, անցյալին լավ մարդ եղած ենք, դեր օրտնիկ ես, բարձրացում պիտի ունենաս։ Ապակային չես իմանում ինչ ես լինում, բայց հիմա դու ինչ ես։ Հիմա ինչ ես ոտքին տակ գցում։ Քուր եղբայրներ անցյալով չապրիկ, ապակայի վախով չապրիկ, այլ ներգայի նվիրումով ապրեցեք։ Մարդիկ անցյալով են ապրում շատերը։ Իմ անցյալս էս է վադը կամ լավ է, մեկը մի բան ասում է։ Okay, շատ լավ, Աստված գիտի, թող վարձատրի քեզ։ Ապակա չես իմանում ինչ ես լինելու, բայց հիմա ինչ է, հիմա ինչ ես գցում Հիսուսի ոտքի տակ։ Հիսուս եթե հիմա ներս մտներ, ինչ կանեիր, ինչ կուտայիր։ Լավ լսեցեք, ինչ կուտայիր, ոչ ինչ կխնդրեիր։ Այս մարդիկը բան չխնդրեցին, այս մարդիկը դվին։
թակավոր Հիսուսի, եթե Հիսուս քո թակավորը դե մտածիր եմ ոնց ես խոնարհություն անում։ Ամեն։ Ես մեկ կդեր միան։ 2, 3, 4, 5, 6, 7 հատ կդեր։ Բոն քո աշտեցի։ Այդ ես գեդը հասկացակ կոնե։ Կոնե ես գեդը։ Այդ գեդը հասկանան գախբեր էլ կարոզելու պետք չկա։ Եթե ես գեդը հասկացակ։ Հիսուս իմ թակավորը։ Ասա էշ ջան, ասա ինչն է դեմ քո ոտքին տակ։ Այդ էշը եկեղեցին ես եմ, դու ես։ Երան այդ էշը լինեի։ Իքի չավելի։ Բայց չհբարդանայի։ Մարդիկին ոտքից ճակ չեն գցում։ Հիսուսի համար են գցում։ Եվ որ մեկը քեզ օրդնում է, քեզ չորդնում։ Քո մեջ եղած Հիսուսին օրդնում։ Ճիշտ հակառակ ասի, որ մեկը քեզ անարգում է, քեզ չանարգում։ Քո մեջ եղած Հիսուսին անարգում։ Անորմալ երբ որ ինձ նեղացնում են, քեզ նեղացնում են, մի նեղացի։ Քեզ չէ, մեջինն է նեղանում։ Քո Հիսուսին են նեղացրել։ Երբ որ գցում ես Հիսուսի ոտքի տակ, իր էշի ոտքի տակ, իր առաջ ես գցում։ Հալելույա։ Գնաս ասել գողքինիդ ինչ պիտի նետես Հիսուսի ոտքին տակ այսօր։ Հագուստները նետեցին։ Երկրորդ բանը գսե ջամփույն վրա գսե ջուրեր կդնդեին եւ գտնեին Հիսուսին ջուրերով։ Ջուրերը այդ ցտենյաց ջուրերը արմավենիները անոնք էին որ գտնեին որ Հիսուս հաղթական թակավոր է։ Երբ որ թակավորները ներս կմտնային այն ժամանակ, ժողովուրդը թակավորներուն, հաղթական թակավորներուն գտնեին այդ արմավեններով, այդ ցտենյաց տերևներով եւ գսեին օրտնալը լան որ Տիրոջ անունով ու կա մեր թակավոր, մեր հաղթական թակավոր։ Դու իշխանություն ունեցար եւ հաղթեցիր տշնամիներուն, դու իշխանություն ունիս մեզի, քեզ կպատվենք եւ քեզ գործնենք, քո իշխանությունը մենք կընդունենք մեր վրա։ Արմավենիները որ այսպես պիտի անենք կամ անում ենք, դա որ մենք ընդունում ես, որ Հիսուս քո հաղթող թակավորն է։ Եվ ներողություն, երբ որ մեկը հաղթող թակավորին գտիմավոր է, երեսը գախ չի դիմավորեր, բարդված չի դիմավորեր, դգարացած չի դիմավորեր, մրմրալով չի դիմավորեր, փամփասելով չի դիմավորեր, այլ հաղթական հոգիով փառք կուտա այն թակավորին, որ հաղթական ներս կմտնի յանքի մեջ։ Հալելույա։ Ժողովուրդ ջան, հավատացյալները պետք է վերանային իրենց ապրելակերպը։ Երբ որ գսե Հիսուս ներս մտավ երրորդ բանը որին Հիսուսի ետևեն գերտային, իր առաջից եւ իր ետևեն գերտային, երրորդ բանը եթե դու գուզես տեսնել որ արդյոք թակավորը իսկական ցեվով գտնունիս, գիտես ինչ պետք է անես։ Հետևից պիտի երթաս հնազանդություն։ Հնազանդիլ դերևս առանց հասկանալու ինչու։ Գրնամասել այդ բանը։ Եվ որ թակավորը հրաման գուտա, որ մարդը գելլի թակավորին դիմաց եւ գսե ինչու մա բացատրի դեսնեմ։ Չէ, թակավորը ասեց չհասկացա, գսեմ խնդրին բացատրի երբ ուզում ես, թակավորին ասենք։ Այսօր աղոտներ կան, մարդիկ աղոտ կեն անում, հրամայում են Հիսուսին։ Ինչու ես բանը չես անում, ես բանը արա, Հիսուսի անունով, հրամայում եմ այդ խոսքերից, հանդարդի թակավոր ես, դիմացինը թակավորն է լրի խելքդ կրողդավակի։ Երբ որ գսե հետևից կերտային, ասել է հնազանդեին։ Այս շաբաթ քանի անգամ հնազանդեցար։ Լավ ուրիշ բան ասեմ, այս շաբաթ քանի անգամ չի հնազանդեցար։ Գամ է գսե երկու անգամից ավելի։ Ինչ սուրբ հա չէ 1 2 3 հա բայց ի սուրբ եկեղեցին երկու անգամից ավելի չհնազանդեց այս շաբաթ։ Ամեն անգերձ ենք ժողովուրդ չգա մեր մեջ մեկ մյուսից լավ։ Այս եկող շաբաթ ինչ ենք անել։ Նորից անհնազանդության մեջ շարունակենք եկող շաբաթը։ Ինչ է մեր որոշումը։ Փակավոր ունենք։ Հնազանդելու կանչված։ Չեմ հասկանար, չեմ ուզեր, չեմ փափակիր, այս թակավոր հրամայեց։ Հասկանում եք, սիրահոժար չէ որ ես կհնազանդիմ։ Շատ անգամներ
Իմ մարմինս չի ուզում հնազանդի։ Շատ անգամներ։ Մարմինս ուրիշ բան է ուզում։ Գլուխս ուրիշ բան կպնդրի։ Բերանս ուրիշ բան է ուզում։ Բայց այդտեղ խոսք կա թագավորեն, որ գսե ես եմ թագավորը, հնազանդիր։ Հալելույա։ Իր հետևեն գերտային ասել է գնազանդեին։ Թագավորին ընդունելու համար հնազանդություն պետք է։ Հադե, հաջորդ համարը ինչ գսե։ Եվ գսե գբորային եւ գգանչեին եւ գտնային գսեին օրտնյալ է դիրոջը անոնով եկող թագավորը օրտնյալ է մի խոսքով երրորդ բանը չորրորդ բանը որ մենք կտեսնենք հրճագումն է օրտնություն փառապանություն հրճագում մենք թագավոր ունենք եւ այստեղ գիտեք ինչ կհրճագեն եթե լավ կգարտակ Ovsanna vorti tafti Հրյայի համար երբ որ որդի թավթի ասել գուզե որ այդ մարդը թագավորական ազգեն եկած է մեսիան է թագավորական խոստումի համաձայն թագավորական Դավիթի սերունդեն եկած է եւ ժողովուրդը գհրճագե գբորա եւ գսե դու ես մեր թագավորը փառապանություն երկրպագություն Պարկուդա մեր եկեղեցի մեջ մի քիչ քույրերը եղբայրները մի քիչ այդ արումով լավ են, փառապանում են, երկրպագում են, բարձրացային։ Շատ մեր եկեղեցիներ այսպես են։ Մտքերն են կփառապանեն, սրտերն են կփառապանեն, չկա բորալով մի փառապանես։ Մի բարձրացային փառապանես։ Մի հրճագես քո թագավորին։ Եթե թագավորդ կուկա քեզ, մի դեսես հալելույա։ Ամեն։ Եթե քո թագավորը դե, եթե քո չէ, բերանց կոց նստիր։ Թող գողքին հրճագի։ Բայց եթե կոնն է, մի ասես փառքես դեր հաղթական թագավորը ներս կուկա, ես կնազանդիմ քեզ, ես կխոնարհվիմ քեզ եւ ես կհրճագեմ քո թագավորությունը, կվգայեմ քեզ, նաեւ 4 կողմիններում գիտեք, երբ որ բարձրացան իրենք կքարոզեին կամ կհրճագեին, գողքի հարևանները գային։ Այդտեղ խանութպանները գային, այդտեղ աբրանցախողները գային փողոցի վրա։ Եթե ուրիշ մարդիկ կային, որ իրենց վեճը չէր, Հիսուս է գալիս, ով է գալիս, իրենց ինչ։ Ինչպես որ այսօր մենք այստեղ բաշտամոնք ենք անում, շատ մարդիկ այդտեղ հոգեր ինչ է։ Գիրագի ուր կացիր բաշտամոնքի, դու ինչ էր կազինո կացի։ Օրինակ։ Այդ մարդը ուրիշ գործ ունի։ Կամ ես աշխատեցա, շատերը այստեղ մեծ չեմ, ինա իրենց ասա, ուր էիր, դες այ գործ ունեի։ Այդ մարդկանց պես։ Հիսուսը տեղին կանցնի, շատերը գսեն, «Փառքես մեր թագավոր», մյուսերը նստել են ասում են, «Ուզում եք մի հատ լավաշ ունիմ ձախեք, մեկ հատ գով ունիմ, մեկ հատ էս ունիմ, եկեք վերցրեք»։ Կոմես են անում մարդիկ։ Ուրեմն երբ որ այդ մարդիկը կհրճագեն եւ գսեն մեր թագավորը Հիսուսն է, դեպգային նաեւ անոնց, որ մենք թագավոր ունենք։ Հիմա քո հարևանները գիտեն որ դու թագավոր ունիս, քո ընկերները գիտեն որ դու թագավոր ունիս, քո ընտանիքի անդամները գիտեն որ դու թագավոր ունիս, գիտեն որ դու թագավոր կպաշտես։ Մի հատ ասա տեսնեմ, մի հատ հրճագե այդ մարդկանց առաջ, լուր մի մնա։ Հալելույա։ Հրճագե որ մենք թագավոր ունենք։ Փոցը ջամպան կորձի դբրոցը ուր որ ես։ Մի խապե դու մարդկանց լուր մնալով եթե լուր ես մնում, ասել դու խապում ես մարդկանց, մենք եթե թագավոր ունենք, մենք պիտի հրճագենք որ թագավոր ունենք, ինչպես էս մարդիկը գբորային Ovsanna, որդի թավթի, բարձրյալ եւ այլն։ Աշապատ ով քու միջոցով Հիսուսի մասին մի բան պիտի լսե։ Հարց։ Քո միջոցով ով Հիսուսի մասին մի բան պիտի լսե։ Բադասխան չի գա, չէ՞։ Հարցս չհասկացան Արտո եղբայր, մեկ հատ լսեմ։ Այս շաբաթ ով քո պատճառով Հիսուսի մասին մի բան պիտի լսե։ Դա կոմ շնորհիվ։ Կգարձեք որ ասված մեկը պիտի բերի քո առաջ շաբաթ։ Հա։ Քանի որ այդ խապուսիկ պատասխան է երբեմն, հա։ Խապուսիկ պատասխան ասված եթե մեկը տնի գանեմ շաբաթը կվերջանա մի բան արեցի ասված մեկը չի բերեցի մարդ ասով ռայն կծում ասված չի բերալ դու ես անցավորը բերեիր ես կվգայի ասու են ասում Սիրելի քույր եղբայրներ եթե ես հրճագող մարդ եմ ուր որ գքանեմ ինձ ցայնս կբարձրանա ուր որ երտամ մեգումը բան մգահասնի Եթե ես այդ մարդն եմ, որ հոգիով Աստված եմ բաշխում,
Ոչ թե մեր հավատացյալներու նման աշխարհի մեջ անունով գիրագի հոգիով ասված մաշտոներ որ երթան մի բան պիտի ասեն Հիսուսի մասին պիտի իր մեզի ցայնը ելնե Հիսուսի մասին այդ մարդը պիտի գիտնա որ ասոր մեջ թակավոր այս մարդը գիժ է Հիսուս է ճաշտում այդպես պիտի գիտնան այս մարդը խենթացել է Հիսուս կճաշտի անոնք պիտի ասեն թող ասեն ինչպես այստեղ ասեցին Հիսուսին ասին լրեցուր ժողովրդին լրեցուր Հիսուսին ասին քանի որ խենթացել են իբր թե Հալելույա Էշապատ կադի օքի Հիսուսի պիտի պերես Ցայն չգա Մորցեր ենք ավետարանչություն ունել մորցեր ենք հրճագել մորցեր ենք գողքի մարդկանց ասել արի Հիսուսի Այս շապատ կանիներ պիտի լսեն քոպերնով թե դու ճաշտում ես Հիսուսին թե դու թակավոր ունես Դու հնազանդություն ունես Քրիստոսի Դու Աստծո խոսքին սկզբունքին գհնազանդես կանիներում պիտես Գիտեմ գեսերեն շատ էստյան նստերեք Սպասում եք հաջորդ կետին որ հիմա հովիվներ ինչ պիտի ասի Այս կետը շուտ անցավ բրձու հասկացա հովիվ ջան հասկացա Առանց ասելու ինչ ենք անելու այս հարցին դիմաց Ես որուն հարց պատասխան գտնամ Որ իմ դեղս լինեիք հիմա բոլորին երեսը տեսնելով մի քիչ կհիասթափեիք չդագասել Գիտեք ինչու Քանի որ այնքան լուրջ այս թեմաները եւ մենք այնքան հոգնած ենք եւ մենք այնքան սպաղ ենք եւ մենք այնքան ուրիշ բաներով որ կսպաղվենք այս նյութերը էլմեզի չի անում տնմշ չի անում Yani tık canım. Այնքան սպաղ ենք մեր գործերով։ Միջայդ այս թեմաներուն վրա դու հաշիվ պիտի տաս։ Ես հաշիվ պիտի տամ։ Ամեն։ Հիսուս երբ որ եկավ Երուսաղեմ առաջին դեղ ուր գնաց։ Ինչ ըրավ դաջարին մեջ։ Կանտեց։ Երբ որ գուզես թակավորը թիմավորել քո դաջարդ մաքրի քո հովիվին դաջարը մի մաքրի դու քո դաջարիդ մասին մտածի հա քանի որ միշտ ուզում ես ուրիշին դաջարը մաքրես դու քո դաջարիդ մասին մտածի ես ալիմ դաջարիս մասին մտածեմ իմ դաջարս կամ Հիսուսի որ թակավոր գուկա թեպի ինձ ուղիղ երթա իմ դաջարիս եւ իմ դաջարս գնայի այն բաները որ իրեն հաջերի չեն եւ կսրբե գնայի իմ դաջարիս եւ կսրբե իմ դաջարը Գմտնա իմ դաջարը եւ գտեսնե ինչ բան որ այդտեղ չէ Ինչ որ գա իմ դաջարիս մեջ որ իրեն հաջերի չէ Արաբոդյանից արթնանալուց միջև գիշերը բարգելու եւ նույնիսկ քունիս մեջ գիշերը Եղել է իրգունները երբեմն երազներ ենք տեսնում արդու գելեն կսենք ես ինչ երազեր խանգարված Հոնալ ներողություն խնդրե Երազներու համար ներողություն խնդրե Հոնա թող մաքրե Հալելույա մի ասա երազեք չէ երազներն հաջուկ արի Խոսա ներողություն խնդրե Արաբոդյանից երեգուն 24 ժամի վրա դերը իմ դաջարը պիտի մտնա եւ պետք է մաքրե իմ դաջարը Իմ մտածելակերպը իմ խոսածը իմ միտքը իմ դեսիրքը իմ այս իմ այն բախվածները ինչ որ կան քախնիկները իմ բնավորության գիծերը իմ պապակները իմ փարգությունները իմ նախանցները իմ աղդոտ խոսակցությունները իմ բամբասան ինչ որն է Դաջարը չմոռնաս քոնը չի Մեկը դալասը դաջարը Սուրբ Հոգի դաջարն է Քոնը չի Ուրեմն դու ինչ գործ ունես Սուրբ Հոգի դաջարի մեջ աղդոտություն բերել Հասկացաք ոնց եմ ներկայացնում Մենք ինչու եթե մենք վերստին ծնված հավատացյալներ ենք այս դաջարը մերը չի ինչ իրավունք ունենք այս դաջարը որ Հիսուսի կպատկանի այս դաջարի մեջ զիբիլներ բերեմ ինչ իրավունքով Ինչ իրավունքով այս մտքիս մեջ որ դիրոջ կպատկանի ինչ իրավունքով ես մեծ կեղտոտ բաներ մտցնեմ Ինչ իրավունքով այս դաջարի մեջ աղոտքի դեր ուրիշ բաներ բարձրանա Էս իմս չի Իմս չէ այս բոլորը դիրոջ կպատկանի Երբ որ եկավ գսե ուղիղ կնաց դաջար առաջին գործը որ ուրավ դաջար մտավ եւ մաքրեց ինչ որ դաջարը եւ այդտեղ գսե այն դերը գսե իմ դունն է
Ինչ ես գարձում ես, որ քո գլուխը քեզի կպատկանի, քո մարմինը քեզի կպատկանի, քո ուժը քոնն է, քեզանից է եկել։ Ինչ են կարծում։ Չէ։ Երբ որ ես Հիսուսը ընդունեցի, իմ մարմինի վրա թագավոր է։ Ինձ չի պատկանիր։ Բանկի հաշիվը որ ունիս կամ չունիս, քեզի չի պատկանիր։ Դու ունի հակուսները որ գախել ես, քոնը չի։ Այդ մեքենաները որ գքշենք, մերը չի։ Այդ ինչ որ ենք, մերը չի։ Մենք հանցնել ենք Հիսուսի։ Հիմա հասկացաք ինչս է ապաշխարություն։ Հիմա հասկացաք վերջապես ինչս է Քրիստոսի հետևորդ աշակերտ լինել։ Մտավ դաճար եւ մաքրեց, քանի որ այդտեղ գսե աղոթքի դուն պիտի լա, այդտեղը չի պատկանելու, այդ բաները իմս չեն, ինչ կորձ ունիք դուք բերել եք իմ դան մեջ։ Եվ գեղեցիկ է գսե գրված է թե իմ դունս աղոթքի դուն պիտի լա։ Որչափ հավատքի մեջ տարիներ գանցնի, անչափ լուրջ սկսում եմ մտածել, հեշտ չի քրիստոնյա լալա, հեշտ չի եկեղեցի մեջ ապրիլը, թյուրին բան չի Աստծո խոսքին նազանտիլը, ուրեմն չխաբվինք, հավատացյալը լալը եկեղեցի գնալ գալ չի, յանք փոխվել է, ինձի չեմ պատկանիր, ես իմս չեմ, գրնա գսել նա բարձրացան սեք, ես իմս չեմ, մի քանի անգամ ասե որ դու լսես, ասա միջև մտնե սրդիտ մեջ, ես ինձի չեմ պատկանիր, այա, ասեք մի քանի անգամ ասե հրճագումներ գնենք, երեք, բարձրացան, ես ինձի չեմ պատկանիր, ոչ կնոջս, ոչ ամբուսից, ոչ զավագից, ոչ ես ինձի չեմ պատկանիր, ես Հիսուսին կպատկանիմ, այս իրն է, Տերը ողորմություն անե, Տերը հասկացնե մեզ, և գսե գրված են թե իմ դունս աղոթքի դուն բիդելլա, այս վերջին գեդը այդ է, որ Հիսուսի դիմավորելու համար դու աղոթքի մարդ բիդելաս։ Գիտեք ինչ է աղոթքը, մի հատ ուրիշ ծևոց ես ասեմ, այշապատ մտածեցի, եթե Հիսուս իմ թագավորն է, միջև հիմա օքեյ, եթե Հիսուս իմ թագավորն է, ես մտնում եմ իր թագավորական բալադը, աղոթքով, ստանում եմ իր մե հրամաններ էվելում եմ դուրս, այս է աղոթքը։ Թագավորական բալադին մեջ կմտնես կեզ գնթունի, շնորհած աթորը գսե, գնթունի կեզ, հիմա գսե լավ լսի, թագավորդ ինչ ասում կեզ։ Եվ թագավորդ կեզ է լսում, ասա, խոսա։ Եվ հիմա լավ որ հասկցար, դուրս էլ բալադեն և գնա ապրիր։ Աղոթքը հրաման ստանալու համար է, թագավորեն։ Թագավորեն հրաման ստանալու համար է աղոթքը։ Վաու, այս ինչ խոսքեր։ Այս ինչ խոսքեր։ Այս ինչ եմ աղոթում ես։ Հրաման եմ գալիս, դե հրաման եմ ստանում։ Թագավորը ընդունիլը այս ծաղկազարդի օրը և վերջացուցի դերը օրնի։ Թագավորը ընդունիլը, թագավորին ընդունիլ ինչպես որ ինք կգամենա։ Գգրտնեմ, առաջինը, մեր հակուսներ իր ոտքին տակ։ Երկրորդը, մեր ցիտենյաց ջուրերը իր թագավորությունը հրճագելու։ Երրորդը, հնազանդիլ և հետևիլ ուր որ ինք կերտա։ Չորրորդը, պարապանել և վգայել իր թագավորություն մեր չորս կողմիներուն։ Հինգերորդը, թույլ տալ որ սրբացնե մեզ միջև մեր կյանքի կողքերը խորհուրդները, իսկ վեցերորդը աղոթքի մարդը լալ իր տանը մեջ, քանի որ այս տունը իրն է, իմս չէ։ Այսօրվա կարոզը այս կան։ Բաներ մը եղավ, բաներ մը հասկացակ,
փոփոխություն պիտի լա, ոչ թե նույնն է վաղը։ Գիտեք ինչ կհետաքրքրե ինձ։ Իմ քարոզը չէ։ Ինչ որ ինձ կհետաքրքրե, քարոզեն հետո փոփոխություն պիտի լա մեկ ու մգյանքի մեջ։ Եթե եղավ այս կամ մարդկան մեջ մեկ օքի ես ուրախ եմ, բայց եթե եկավ բոլորին յանքի մեջ ես կծնձամ ուրախութենեմ։ Քույր եղբայրներ, Տերը մեզ խոսք կտա, որ այդ խոսքին վրա մենք փոխվենք, նույն սիստեմով չապրենք, մինչև ինքա։ Ամեն։ Ես պիտի ընդունիմ իմ թագավորին։ Ես պիտի հրճագեմ իմ թագավորիս, ես պիտի նվիրվիմ իմ թագավորիս համար, ես պիտի հանձնվիմ իմ թագավորիս եւ պիտի ասեմ, որ ինքն է թագավորը, ես հետևորդը։